Դավիթ Խումարյանն է երկրորդ խոսափողի մոտ, սիրելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ, առաջին խոսափողի մոտ Հայաստանի Հանրապետության նախկին վարչապետ ակադեմիկոս Արմեն Դարփինյանը եւ հետեւաբար սա Դարփինյանի ժամն է, պարոն Դարփինյանի հեղինակային հաղորդումը։ Հարցը մի քիչ դժվար եմ ձևակերպում, իրականում ՄԱԿ-ից եմ ուզում խոսենք, բայց ավելի հեռվից գանք, էլի, արդյոք այդ կառույցի կարիքը կա, պարոն Դարփինյան, այս ժամանակահատվածում։ Բարև ձեզ, սիրելի բարեկամներ, բարև ձեզ, սիրելի Դավիթ։ Այո, ես էլ նույնպես ուզում եի խոսել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում տեղի ունեցած իրադարձություններից, որովհետև այնուամենայնիվ, ինչպես մենք ուզենք թե չուզենք վերաբերվել Միացյալ Ազգերի կազմակերպությանը, այն մնում է, եղել եւ մնում է միակ հարթակը, որտեղ երկրները ներկայացնում են իրենց տեսակետները, իրենց վերլուծությունները, իրենց մոտեցումները առկա խնդիրների նկատմամբ եւ այդ ելույթները լսելով կարող ես գոնե կռահել, թե առաջիկա 1 տարվա ընթացքում ինչպիսի գործողություններ են կատարվելու տարբեր երկրների կողմից, հատկապես նրանց կողմից, ովքեր կանխորոշում են միջազգային զարգացումների ամբողջ սպեկտրը։ Այդ իսկ պատճառով ՄԱԿ-ը իհարկե կարևոր հարթակ է, միակ հարթակն է, այլ հարթակ չկա եւ նրանք սկեպտիկները, որոնք այսօր գուժում են ՄԱԿ-ի արդեն վախճանը եւ հատկապես նախագահ Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի ելույթից հետո եւ ելույթի կոնտեքստում, որովհետեւ Թրամփը դե ուղղակի բաներս ոչնչացրեց, բնաջնջեց ՄԱԿ-ը, ասես դա կոռումպացված կառույց է։ Ընդհանրապես Թրամփի գործողություններում եւ արտահայտություններում շատ նմանություն եմ տեսնում մեր Փաշինյանի հետ, շատ, որովհետեւ ասենք ՄԱԿ-ը կոռումպացված կառույց, որևէ մեկը երկրի խոշոր երկրներից մեկի ղեկավարների Մաքուր անձնական շահ տենդերը ինձ չտվեցիք վերանորոգման։ 20 տարի, 20-30 տարի առաջ ես ուզում եի պարկետը փոխեի, բան։ Մի խոսքով սա մի քիչ բան է, էլի, հասկանում ես, այնուամենայնիվ եթե վերանանք, ասենք, Թրամփի այս գնահատականից, ՄԱԿ-ը մնում է միակ հարթակը, որտեղ հնարավոր է ինչ-որ բան գոնե համաձայնեցնել։ Շատ դժվար է վերջին տարիների ընթացքում որևէ բան համաձայնեցնել, որովհետև Անվտանգության խորհրդում ՄԱԿ-ի առնվազն բոլոր հարցերի շուրջ առնվազն մեկը լինում է դեմ եւ հարցը չի լուծվում։ Բայց դա միակ հարթակն է, որտեղ գոնե դիալոգ, դիսկուրս է հնարավոր իրականացնել, հասկանում ես։ Հիմա սուբյեկտիվ կարծիքը դնենք մի կողմ, ՄԱԿ-ում պարտադիր պետք է երևալ, պետք է ակտիվ լինել, ՄԱԿ-ը այն հարթակն է, որտեղ մենք որպես երկիր, որպես անդամ երկիր կարող ենք մեր հարաբերությունները զարգացնել, հստակեցնել, դիալոգ բացել, հասկանում ես, բոլոր երկրների հետ, որտեվ հիմա ասենք կոպիտ ասած Աֆրիկայի հետ որևէ գործառույթ սկսելու լավագույն հարթակը, եթե մենք ինչ-որ բան ունենք, աֆրիկական ցանկացած երկրի, դա ՄԱԿ-ն է, ՄԱԿ-ի հարթակն է, որտեվ Աֆրիկայում մենք գրեթե դեսպանատուն չունենք, Սև Աֆրիկայում մենք դեսպան չունենք, մենք դեսպան ունենք, ասենք Եգիպտոսում, որը փակում է կարծես թե Ալժիրը, բայց ուզում ասեմ դա այն հարթակն է, որտեղ աշխատել է պետք, որտեղ շատ ակտիվ է պետք լինել, ավելին, որտեղ մեր դեսպանը եւ յուրաքանչյուր երկրի դեսպան, օրինակ Միացյալ Նահանգների դեսպանը ՄԱԿ-ում համարվում է ամենակարևոր դեսպանը Միացյալ Նահանգների։ Նույնը պիտի լինի նաեւ մեր մոտ։ Այդպես չէ, իմ կարծիքով։ Համենայն դեպս մենք վերջին ժամանակներս չենք տեսնում մեր դեսպանի կամ տարբեր դեսպանների, խոսքը մեկ անձի մասին չէ, դեսպանների ակտիվ աշխատանքը ՄԱԿ-ի շրջանակներում, բոլոր երկրների հետ, հատկապես այն երկրների հետ, որոնք մեզ համար այստեղից անհասանելի են, որոնք չունեն դեսպաններ այստեղ, ներկայացված չեն եւ այլն։ Իմ կարծիքով աշխատել է պետք, այսինքն մեկ բառով պատասխանելով ձեր հարցադրմանը, Դավիթ ջան, այո, ՄԱԿ-ը կարևոր հարթակ է։ Եվ չլսենք Թրամփին, որը տենդերը ուրեմն չի կարողացել տենդերը անցկացնել։ Եվ դուք նեթվորքինգի մասով եք ասում։ Իհարկե կարևոր է, դա մեզ շփման հնարավորություն է տալիս, բայց արդյոք ինքը հարց լուծող կառույց է, այսինքն արդյոք ՄԱԿ-ի որոշումը ինչ-որ բան է նշանակում 21-րդ դարում։ Այո, Դավիթ, նշանակում է։ Այո։ Հետ գնանք նորից 35 տարի առաջ, ՄԱԿ-ի 4 բանաձևեր կային, որոնց վրա հենվելով Ալիևը եւ Ադրբեջանը
ուղղակի հարձակում գործեցին Լեռնային Ղարաբաղի վրա եւ ոչնչացրեցին այնտեղ ամեն ինչ հայկական հենց ՄԱԿ-ի բանաձևերի վրա հենվելով այնպես որ այո կարող է դա գործեց ասենք 35 տարի հետո կամ ուշացումով այդ իմաստով շատ կարևոր է թե ինչ գնահատականներ են հնչում ՄԱԿ-ի ամբիոնից ամենակարևոր միջազգային ամբիոնն է դա եւ մենք վերացական վերաբերմունք պիտի չցուցադրենք այդ գնահատականների նկատմամբ այդ ելույթների նկատմամբ մենք պիտի շատ ուշադիր հետևենք ելույթներին շատ ուշադիր տեսնենք ով ինչ է ասում որովհետև այդ ասածը եթե մենք չենք արձագանքում արտահայտվելու է հետագա գործողություններում 1 տարի 10 տարի 100 տարի հետո բայց դա արձանագրվում է հասկանում ես միջազգային հարթակում այս իմաստով իհարկե մեզ համար շատ կարևոր էր Ալիևի ելույթը եւ Փաշինյանի ելույթը մենք այստեղ առավելություն ունենք ավելի լավ վիճակում ենք գտնվում որտեղ մեր ելույթը հաջորդում էր Ալիևի ելույթին բայց ես պիտի ֆիքսեմ որ Ալիևի ելույթում այդտեղ գտան ես առանձնացրել եմ մոտ 10 պնդումներ որոնք որ բացահայտ հակահայկական էին եւ բացահայտ ագրեսիվ էին մեր նկատմամբ որոնց վերաբերյալ մեր վերլուծական դաշտը քաղաքագիտության դաշտը որևէ արձագանք չտվեց դրա հետ կապված ես կարծում եմ որ մենք պարտավոր ենք այդ արձագանքը տալ եւ այսպես ինչպիսի գնահատականներ տվեց Ալիևը մեր նկատմամբ եւ մեզ վերաբերվող առաջինը նա ասաց որ Հայաստանը երկիրը օկուպանտ երկիր է շատ լուրջ գնահատական է որի վերաբերյալ եւ որի նկատմամբ մենք չարձագանքեցինք հաջորդը նա ասաց որ Հայաստանի ղեկավարները 30 տարվա ընթացքում Հայաստանը ղեկավարել են ռազմական հանցագործներ լրջագույն կոպտագույն շատ վտանգավոր գնահատական է որը տրված է մեր երկրի ղեկավարներին 30 տարի նախ շեշտեց 30 տարի Փաշինյանին դուրս անեց այդ ցուցակից Լևոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան Ալիևը նրանց անվանեց ռազմական հանցագործներ հաջորդը նա երկիրը եւ պետությունը համարեց ռազմական հանցագործ եւ դրա վերաբերյալ եւս մենք որևէ արձագանք չտվեցինք 4-րդը Ալիևը ասաց որ 44 օրյա պատերազմի ընթացքում Հայաստանը բալիստիկ քրթիռներ է օգտագործել խաղաղ բնակչությանը ոչնչացնելու նպատակով եւ դրա պատճառով 100 մարդ զոհվել է 100 մարդ խաղաղ բնակիչներից Ալիևի պնդմամբ այն պարագայում երբ Ադրբեջանը 44 օրյա պատերազմում փորձել է զերծ մնալ խաղաղ բնակիչներին հարվածելուց որը նույնպես ակնհայտ սուտ է բայց որի վերաբերյալ մենք որևէ արձագանք չտվեցինք 5-րդը Ալիևը փաստեց, որ Հայաստանը կապիտուլացվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին։ Սա նույնպես որպես փաստ արձանագրեց։ Այո, սրան Փաշինյանը հակաճառեց, ասաց, այդ որտեղ ենք մենք կապիտուլացվել, կարևոր չի այդ որտեղ, այսինքն կարևոր չի թե նա ինչպես է, ինչ է ասում, կարևոր դա ինչ է մտածում եւ ինչպես է գործում մեր հանդեպ։ Նա մեր հանդեպ գործում է որպես կապիտուլացված երկրի նկատմամբ գործողություն։ Հաջորդը Ալիևը փաստեց, որ օկուպացված տարածքներում, այսպես կոչված, իր գնահատմամբ ոչնչացվել են 65 մզկիթ եւ հարյուրավոր բնակավայր։ Ես բացարձակ չեմ կասկածում, որ նրանք ունեն ամեն մի մզկիթի եւ ամեն մի բնակավայրի վերաբերյալ կազմված փաթեթներ։ Չեմ կասկածում, որ դրանք թարգմանված են բոլոր աշխարհի կարևոր լեզուներով, չեմ կասկածում, որ դրանք տարածված են ՄԱԿ-ի ամբողջ ուրեմն տարածքով եւ բոլոր երկրներին, որի վերաբերյալ մենք նույնպես որևէ արձագանք չենք տվել, որևէ նախապատրաստական աշխատանք չենք տարել, մեր ավիրված ուրեմն հուշարձանների վերաբերյալ որևէ տեղեկատվություն որևէ մեկին չենք տվել եւ ուրեմն միջազգային հանրության մոտ ամրագրվում է Հայաստանի որպես օկուպանտ պետության այս իմիջը, հասկանում ես։ Հաջորդը նա ասում է, որ արդեն նոյեմբերի 10-ի այդ հայտարարությունը ստորագրելուց հետո Հայաստանի կողմից տեղաբաշխված ռումբերի պայթյուններից ոչնչացվել է, ուրեմն զոհվել է 400 խաղաղ բնակիչ,
որը նույնպես ուրեմն ներկայացնում է Հայաստանի որպես լրջագույն ուղղակի շատ լուրջ եւ կոպիտ ուրեմն պրետենզիա, այսպես ասած, հաջորդը եւ նույնպես շատ վտանգավոր է, ասում է 4000 մարդու վերաբերալ մենք տեղեկություն չունենք առաջին պատերազմից, այսինքն սա այն կետերն են, որոնց վերաբերյալ մենք որևէ արձագանք չտվեցինք, ոչ մամուլում, ոչ վերլուծականներում, ոչ մեր պետության կողմից հակադարձ որպես ուրեմն ձևակերպումներ, որևէ կերպ, այսինքն սա ամրագրվում է միջազգային քաղաքականության այսօրվա ենթատեքստում, այսինքն ամրագրվում է, որ Հայաստանը որպես այդպիսին օկուպանտ երկիր է, որը ուրեմն ամեն ինչ ավիրել է ադրբեջանականը, եւ 4000 մարդու վերաբերալ էլ որևէ տեղեկություն չկա, որի վերաբերալ նրանք մեզ շարունակելու են, որևէ կասկած ես չունեմ, շարունակելու են այդ պահանջները մեզ ներկայացնելու։ Ես սա շատ վտանգավոր եմ համարում, այո, եւ իհարկե եւս մեկ փաստարկ, որ այդ այսպես կոչված ճանապարհը մեկ անգամ եւս ուրեմն կոչեց որպես Զանգեզուրյան կորիդոր։ Հա։ Հիմա Փաշինյանը այս բոլոր կետերից ընտրեց երկու կետ, որոնց վերաբերալ հակաճառեց իր ուրեմն ելույթում։ Մեկը դա ուրեմն միասեք Զանգեզուրի Միչանսկ, դա ներկայացված էր, որ այդպիսի բան չկա, որովհետև չի եղել, մենք ուրիշ բանի մասին ենք պայմանում, խնդրում եմ միասեք, հա։ Դա կարևոր չի կասի թե չէ, նա այդպես է պատկերացնում եւ այդպես է նրա պահանջը մեր նկատմամբ, դա պիտի լինի իր պատկերացմամբ Միչանսկ։ Եվ երկրորդը միասեք, որ մենք կապիտուլացվել ենք։ Նորից կարևոր չի, ինքը համարում է, որ մենք կապիտուլացվել ենք եւ մեր վերաբերմունքը մեր նկատմամբ այնպիսին է, ինչպիսին կլիներ կապիտուլացված երկրի նկատմամբ։ Այսինքն այս մոտ 10 պահանջներից 10 արձանագրված հակահայկական կետերից Փաշինյանը արձագանքեց միայն 2-ին։ Ավելի լավ կլիներ իմ կարծիքով, որ ինքը ընդհանրապես իգնորի ենթարկեր եւ չպատասխաներ, որովհետեւ եթե դու պատասխանում ես 2-ին, նշանակում է մնացած 8-ի հետ համաձայն ես, այո։ Հասկանում ես, եթե մնացած 8-ի հետ համաձայն ես։ Իսկ մնացած 8-ի հետ չի կարելի համաձայնվել, հատկապես չի կարելի համաձայնվել ռազմական հանցագործ ղեկավարների եւ ռազմական հանցագործ պետության թեզի հետ։ Բայց ցավոք սրտի այդ թեզը շարունակվում է նաև մեր հայաստանյան դիսկուրսում զարգանալ, ամրագրվել, մասնավորապես Փաշինյանը հակադարձեց Տեր-Պետրոսյանին, թե ուրեմն ինչ գործ ուներ մեր զորքը ուրեմն այլ երկրի տարածքներում եւ այլն, սա փաստորեն եթե մենք ընդունում ենք, որ մենք օկուպանտ ենք, եկեք որպես օկուպանտ էլ գործենք, հասկանում ես, այսինքն թող մեզանից վախենան, եթե նման բան կա։ Շարունակենք օկուպացիոն գործողությունները, եթե մենք ընդունել ենք։ Այս ամեն ինչի կոնտեքստում իհարկե նաև շարունակվում են ոչ պատվաբեր իմ կարծիքով այդ հարձակումները Տեր-Պետրոսյանի նկատմամբ գործող իշխանության ներկայացուցիչների կողմից, որ իմ կարծիքով պատիվ չի բերում իրենց։ Ես վերջերս մի ուղղակի անգամ բանի լսեցի շատ անեկդոտիկ բան ուրեմն ձևակերպում, որ Տեր-Պետրոսյանի եւ Իշխան Սաղաթելյանի ինտելեկտուալ ուրեմն հնարավորությունները adekvat են, այսինքն նույնն են։ Դա չի կարելի, հասկանում ես, Տեր-Պետրոսյանին կարելի է մեղադրել բազմաթիվ հարցերում, հա, մասնավորապես ասենք այդ առաջին ժամանակահատվածի ուրեմն կրիմինալ իրավիճակի մասով շատ բան կա տեղ ասելու էլի, բայց վստահաբար դա չի։ Կարելի է մեղադրել, թե ինչու օրինակ ասենք ինքը 7 երկրի քաղաքացի Արմեն Սարգսյանին բերեց վարչապետ, օրինակ, հա։ Կարելի է մեղադրել, որ ինքը ըստ էության բաց էր թողել կառավարման լծակները եւ Վազգեն Սարգսյանն ու Վանո Սիրադեղյանն են տիրում, այսպես ասած, քաղաքական իրավիճակը, որը նաեւ հիմք հանդիսացավ, ինչ Ռոբերտ Քոչարյանին հրավիրեց, որպեսզի դիմակայի, այսպես ասած, բայց ինքը ընկավ այդ ծուղակի մեջ։ Այսինքն բազմաթիվ հարցեր կան, որոնցում Լևոն Տեր-Պետրոսյանին կարելի է մեղադրել, բայց պետք է ընդունել նաև, որ Լևոն Տեր-Պետրոսյանը հայ քաղաքական մտքի լավագույն, երևի միգուցե համար մեկ ներկայացուցիչն է այս դարաշրջանի, հա, 20-21-րդ դարի, եւ դա չի կարելի, այսինքն դրանով
Նրան ցանկացած հարձակման պարագայում հասկանում ես տուժում է հարձակվողը, որտեվ հասկանում ես բայց դա նաև էս ներքաղաքական դիսկուրսի ես ուղղակի կոչ կանեի բոլոր 4 ղեկավարներին, որոնք այս ընթացքում ղեկավարել են Հայաստանը, զերծ մնալ իրար նկատմամբ այդ որակումներից, զերծ մնալ կապիտուլյացիայի ենթարկված կապիտուլյանտ, ուրեմն դավաճան եւ կամ ուրեմն թալանող, թալանչի, չգիտեմ ոչ, որտեղ էս ներքաղաքական դիսկուրսը էս 4-ի մեջ վտանգում է մեր ազգային շահերը, ասենք այդ 4-ից յուրաքանչյուրը պիտի դա հասկանա։ Իմ գնահատմամբ ոչ մեկ չի հասկանում դրանից։ Դրանք ոնց են երկիր ղեկավարել եւ ղեկավարում, հասկանում ես, նրանք, այսինքն յուրաքանչյուրը իրար նկատմամբ նրանց հարցադրումները աշխատում են Ալիևի օգտին եւ աշխատում են մեր ազգային անվտանգության դեմ։ Ուղղակի կոչ կանեի, որպեսզի ես մեր 4 ղեկավարները զերծ մնան իրար նկատմամբ որևէ գնահատական արտահայտելուց։ Բան ունեք ասելու ապագայի վերաբերյալ, ասեք։ Բան ունեք անելու, արեք։ Չնայած ես գտնում եմ, որ գոնե նախկին նախագահները ոչինչ չունեն անելու քաղաքականության մեջ, բայց ցավոք սրտի նրանք շարունակում են քաղաքականության մեջ մնալ։ Ինչ վերաբերում է Տեր Պետրոսյանին, իմ կարծիքով նա ուղղակի հեգնանքով է վերաբերվում այս ամեն ինչին եւ ճիշտ էլ անում է, բայց նորից եմ կրկնում, որ այս իրար նկատմամբ այս որակումները ուղղակի ազդում են մեր անվտանգային ընդհանուր համակարգի վրա։ Փաշինյանի ելույթում կար 2 ֆրագմենտ, որոնք ես կուզեի ընդգծել որպես դրական, մասնավորապես եվրոպական մեր գործընթացների վերաբերյալ իմ կարծիքով բավական հավասարակշռված մոտեցում ցուցաբերեց, ասաց, որ այո, նման օրենք ընդունվել է, մենք ուղղակի իսկապես նպատակադրված ենք եվրոպական ուրեմն համակարգերը, օրենսդրական, դեմոկրատական համակարգերը ներդրելու, դա է մեր նպատակը, եթե մենք հասնենք ձեր չափանիշներին, ուրեմն դուք կգնահատեք, կընդունեք, չընդունեք, միևնույն է մեզ համար լավ է, որովհետև մենք կհասնենք ձեր չափանիշներին։ Դա կարծում եմ լավ ընդգծում էր եւ հավասարակշռված էր։ Ինչ վերաբերում է Ռուսաստանին, շատ կարևոր է այստեղ ընդգծել, Դավիթ, որ առաջին անգամ Ռուսաստանին վերաբերող հատվածում Փաշինյանը խոսեց ընդամենը 3 գումարած 3 ֆորմատի մասին։ Այսինքն ընդգծեց, որ Ռուսաստանի հետ մենք իհարկե ունենք երկկողմ հարաբերություններ եւ զարգացնելու ենք դրանք, իսկ միջազգային ֆորմատ, որպես Ռուսաստանի հետ հարաբերվելու, բերվեց 3 գումարած 3 ֆորմատ, այսինքն չխոսվեց ԱՊՀ-ի մասին, չխոսվեց ԵԱՏՄ-ի մասին, չխոսվեց մյուսի մասին, ՀԱՊԿ-ի մասին, խոսվեց 3+3-ի մասին։ Սա շատ հետաքրքիր շեշտադրում էր, որի վրա ես ձեր ուշադրությունը անպայման կսևեռեի, որովհետև համարում եմ, որ դա կարևոր է, այսինքն դա նաև Հայաստանի կողմից կոնկրետ ուղղության վեկտորի փոփոխության ազդանիշ է եւ նաեւ Հայաստանը պաստորեն շատ ժամանակ, եթե հիշում եք, ընկրկում էր, անհասկանալի էր կընդունենք մենք այդ ֆորմատը թե ոչ, 3 գումարած 3 ֆորմատը։ Ես կողմնակից եմ եղել միշտ, որ մենք լինենք այդ ֆորմատում, որովհետեւ մեր հարևանությունն է, մեր շրջանն է, մեր տարածաշրջանն է եւ մենք որովհետեւ փախչելու չունենք, առավել եւս որ որևէ ստույգ բարեկամ չունենք այդ տարածաշրջանում, այսինքն մենք պիտի լինենք այդ կոնտեքստում, որպեսզի գոնե հակահայկական ձևակերպումներ չլինեն։ Այս իմաստով ես դա կողջունեի, բայց նաեւ Ռուսաստանի հետ, որ միջազգային հարթակը 3+3-ն է, սա նորություն էր։ Կուզենայի դա ընդգծել։ Հիմա խոսեցինք Փաշինյանի եւ ուրեմն Ալիևի ելույթներից, խոսենք նաև Կավելաշվիլու ելույթից, Վրաստանի նախագահն էր այնտեղ ներկայացնում այս անգամ Վրաստանը, Կավելաշվիլին ֆուտբոլիստ է նախկինում, բավական արտահայտիչ տեսք ունեցող, այդպես սպորտային մարմնային կառուցվածքով բավական իմպոզանտ կերպար է։ Ես կարծում եմ վերացիները պաշտոն առաջադրելիս շատ մեծ նշանակություն են տալիս այդ վիզուալին, ավելին ասեմ, ժամանակին Կարեն Սերոպիչին, որ ուրեմն նշանակեցին առաջին քարտուղար, այդ վիզուալ տեսքը Կարեն Սերոպիչի շատ մեծ ազդեցություն ուներ, այդ թվում նաև իր հաջողությունների պատմության մեջ։
Հիմա այս Կավելաշվիլին շատ հետաքրքիր էր նրա ելույթը։ Ես ուզում եմ ուշադրություն դարձնել մեր հանդիսատեսին եւ իհարկե որոշում կայացնողներին եւ իշխանություններին։ Դες Պաստորեն Վրաստանը մեզանից վերցնում է եւ գրպանում է քրիստոնեության առաջնեկ լինելու ուրեմն այս բանը արգումենտը, որովհետև Կավելաշվիլին առաջինն է ինչ որ ասաց մենք ամենահին քրիստոնյա ժողովուրդն ենք, 1700 տարվա պատմություն ունենք, մենք այն ժողովուրդն ենք, որը քաղաքակրթությունների դիալոգի շփման կենտրոն է եղել միշտ եւ միշտ կլինի, եւ մենք առաջարկում ենք եւ հրավիրում ենք բոլորի այդ երկխոսության։ Ավելին Կովկասյան տարածաշրջանում ասած մենք այն երկիրն ենք, որը մշտապես եղել է խաղաղության կողմնակիցը, մշտապես եղել է տարբեր երկրների, տարբեր քաղաքակրթությունների, տարբեր ժողովուրդների հավաքման վայր։ Եվ մենք ձեզ նորից հրավիրում ենք, մենք քրիստոնյա ենք, վեսենկյան ենք, այսինքն մեզանից քանի որ մենք դա չենք շեշտում, մենք ոչ միայն չենք շեշտում, մենք նաև պետություն եկեղեցի հակասության մենք հիմա ընկել ենք թե ասենք ով է կուսակրոնով, չի կուսակրոնով ում հետ քնեցով քան երեխա ունեցավ եւ այլն, Վրաստանը մեզանից տարավ այս բանը քրիստոնեության արժեքը։ Ասենք նորից եմ կրկնում, դա մնում է, հասկանում ես, արձանագրությունների մեջ մնում է։ Վրաստանը ֆիքսվեց որպես քրիստոնեության համար մեկ քրիստոնյա երկիրը, հատկապես այս տարածաշրջանում որպես կարևոր, այսինքն մեզանից խլում են, դե լավ են անում, այսինքն մենք ենք տալիս, որ խլում են, ոչ թե չեմ մեղադրում Վրաստանին, ճիշտ էլ անում է Կավելաշվիլին, այսինքն, բայց փաստը մնում է փաստ։ Առաջին քրիստոնյա երկիր որպես նա ներծես քաղաքակրթությունների ուրեմն դիալոգի կենտրոն, տարածաշրջանային հաբ, առևտրային եւ տրանսպորտային հաբ ներկայացրեցինք Վրաստանը եւ շատ կարեւոր էր նրա ակնարկը Աբխազիային եւ Հարավային Օսետիային, ասած դրանք մեր եղբայրներն են եւ անգամ կոչ արեց, ասած եղբայրներ, մենք սպասում ենք ձեզ Միացյալ Վրաստանում, ետ եկեք, անպայման ետ կգա մի օր, երբ մենք միասին կապրենք միացյալ բարգավաճող ծաղկող Վրաստանում։ Սա ոչ թե մեր նպատակն է, սա այն ճշմարտությունն է, որը ուրեմն անպայման որին մենք կհասնենք։ Ուզում եմ այստեղ իսկապես արժանին մատուցեմ վրացական քաղաքական մտքին եւ նրանց կեցվածքին, որովհետեւ Աբխազիան եւ Հարավային Օսիան ի համեմատում Վրաստանի հետ բացարձակ ուրեմն թեր զարգացած տարածքներ են եւ նրանք դա տեսնում են նույն ՄԱԿ-ը, որի կարևորությունը ես նախորդիվ շեշտեցի, ՄԱԿ-ի որևէ լուրջ երկիր եւ ՄԱԿ-ը ընդհանրապես չի ընդունելու Հարավային Օսիայի եւ կամ Աբխազիայի անկախությունը, դա ճանաչվել է միայն Ռուսաստանի կողմից, սատելիտ չէ, եթե չեմ սխալվում, Վանուատուն ճանաչել էր։ Սիրիան եկել է, եթե չեմ սխալվում։ Նախորդ Սիրիան միգուցե նախորդ, հիմա Ասադի Սիրիան։ Դա որևէ նշանակություն չի ունենալու հաջորդիվ, որովհետեւ Սիրիան արդեն նոր Սիրիա է, հաստատ փոխվելու է քաղաքականությունը եւ Սիրիայի ճանաչելուց կամ չճանաչելուց ոչ մի բան չի փոխվելու կամ Աբխազիայում կամ Հարավային Օսիայում։ Ես կարծում եմ, որ Վրաստանի այս մոտեցումը, որ եղբայրներ վաղ թե ուշ մենք ձեզ սպասում ենք մեր միացյալ ծաղկող Վրաստանում եւ մենք ձեզ ցույց կտանք, որ մեզ հետ ապրելը շատ ավելի շահեկան է, մեր երկրի մաս լինելը, որովհետեւ դուք մեր եղբայրներն եք եւ շատ լավ, շատ ճիշտ իմ կարծիքով ուրեմն այդպիսի կոչ էր, ազդակ էր, հա։ Սա Վրաստանի մասին, ուրեմն հիմնական այստեղ ես իհարկե մեր կառավարիչների ուշադրությունը կդարձնեի, որ ուրեմն հերիք է դուք կանգ առեք եկեղեցի քրիստոնեություն առաջ տարեք, որովհետև դա այսօրվա աշխարհում կարևորագույն փաստարկներից մեկն է, հատկապես եթե մենք նայում ենք եւ ծափ ենք տալիս, ողջունում ենք կառավարող կուսակցության համագումարում հատուկ ծափավորություններով ուղղում ենք Թրամփին, մենք պետք է հաշվի առնենք, որ Թրամփը նախ քրիստոնեության եւ հալածյալ քրիստոնյաների պաշտպանն է հանդես գալիս։ Հիմա անդրադառնալով նաեւ այդ կոնտեքստում Թրամփի ելույթին, որը կարևորագույն ելույթներից մեկն էր ՄԱԿ-ում, Թրամփը հանդես եկավ այո որպես քրիստոնյաների պաշտպան եւ պահապան, ըստ որում ընդգծեց, որ քրիստոնյաները ամենահալածյալ բաներն են, ժողովուրդն են, կրոնավոր, ամենահալածյալ կրոնն է աշխարհում,
Թրամփը անպայման ընդգծեց քաղաքակրթությունների տարբերությունը, ամեն երկրի սպეციფიկ լինելը, նա ըստ էության նրա ելույթը ուղղակի գլոբալիզմի դեմ էր։ Ամեն երկիր ունի իր նշանակությունը, ամեն երկիր իր մշակույթով, իր ժողովրդով է ուժեղ։ Այդ կոնտեքստում նա ուղղակի ոտնահարեց եվրոպական գլոբալիստական մոտեցումները տարբեր փախստականներին ընդունելու եւ ըստ էության եվրոպական քաղաքակրթությունը ուղղակի վտանգի տակ դնելու այս փաստը շատ լուրջ քննադատության ենթարկեց նա Եվրոպան եւ ընդգծեց ունիկալությունը յուրաքանչյուր երկրի, որ յուրաքանչյուր երկիր իր ունիկալությամբ, իր մշակույթով, իր պատմությունով, իր քրիստոնեությամբ, մուսուլմանությամբ կապ չունի, բայց իր ինքնությամբ է կարևոր։ Ես պիտի ուշադրությունը նորից հրավիրեմ մեր քաղաքական գործիչների, որ այդ ինքնությունը չի կարելի լղոզել, այդ ինքնությունը պետք է առաջ տանել ամենայն կերպով, ուրեմն ընդգծել, բերել, ուրեմն առաջնային դիրք, որտեվ եթե մեր Հայաստանից անում ես հայ ինքնությունը, ոչինչ չի մնա Հայաստանից։ Ցանկացած մեկից յուրաքանչյուր հայից հանի իր ինքնությունը, դա դառնա ոչնչություն ուղղակի, հասկանում ես։ Սա շատ կարևոր էր, եթե դուք Տրամփին ծափ եք տալիս, սիրելի բարեկամներ, ուրեմն հետևեք նաև նրան, ինչ է ասում Տրամփը, հատկապես եթե դա մեր օգտին է։ Հաջորդը ես կընդգծեի, որ Տրամփը շատ կարևոր տեսմակի ամբիոնից նա պաշտպանեց ընդամենը 20 հոգի իսրայելցի է մնացել Համասի գերության մեջ, բայց այդ 20 հոգու մասին Տրամփը ուրեմն պահանջ ներկայացրեց Համասին։ Ընդամենը 30 մարմին է մնացել, դիակներ, որոնք որ վերադարձված չեն Իսրայելին։ Նա այդ 30 դիակների մասին խոսեց։ Հասկանում ես, մեր գերիների մասին ոչ ոք չխոսեց։ Բաքվում պահվող հայ գերիների մասին։ Բաքուն խոսեց մեր իրենց 4000, չգիտեմ, անհայտ կորածների մասին։ Մեր կողմից խոսք չեղավ։ Մենք չխոսեցինք, ոչ միայն մենք չխոսեցինք, բայց պարզ է, որ ուրիշն էլ չի խոսի, եթե մենք չենք խոսում, հա։ Իսկ Տրամփը խոսեց եւ Տրամփը տեր կանգնեց այդ ամեն ինչին, պահանջ ներկայացրեց պաղեստինցիներին եւ Համասին։ Պիտի ասեմ, որ Տրամփը նաեւ ամոթանք տվեց այն երկրներին, որոնք ճանաչեցին Պաղեստինի անկախությունը։ Դա վերաբերում է նաեւ մեզ, որովհետեւ մենք 30 քանի տարի սպասելուց հետո վերջ մի տարի առաջ մոտավորապես ուրեմն ճանաչեցինք Պաղեստինի անկախությունը։ Բայց հաշվով անիմաստ, բացարձակ անիմաստ, ես ենթադրում եմ, որ դա Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ուղղակի ճնշումն էր կամ նրա խնդրանքը կամ նրա հորդորը, Մակրոնի ջրերի տակ էինք ընկել։ Ասեմ, որ եվրոպական մի քանի երկիր եւ բրիտանական երկրները բրիտանական այդ ուրեմն համագործակցության երկրները Անգլիան, Ավստրալիան, Կանադան ընդունեցին, ճանաչեցին, Պաղեստինը ճանաչեց Պորտուգալիան, այս վերջերս Ֆրանսիան ճանաչեց, եվրոպական եւ մեծ հաշվով արևմտյան քաղաքակրթություն ներկայացնող կարևորագույն երկրներ ճանաչեցին, բայց Տրամփը նրանց ամոթի սյունին գամեց, ասաց, որ դրանով դուք ուղղակի ուրեմն ողջունում եք Համասը եւ տերորը, նրանք ովքեր ճանաչում են Պաղեստինը այս վիճակում։ Եվ դրան զուգահեռ Տրամփը հսկայական աշխատանք տարավ եւ արդեն կարծես ներկայացրել է մի նոր մոդել, ինչպես կարելի է կարգավորել այդ հարաբերությունները իսրայելա-պաղեստինյան։ Պիտի ասեմ, Դավիթ, որ Տրամփը հանդիպեց, եթե չեմ սխալվում, 8 արաբական մահմեդական երկրների ղեկավարների հետ։ Տրամփի իր կողքը նստացրել էր Էրդողանին, հասկանում ես, Թուրքիայի նախագահին, եւ արաբական երկրներ արդեն նստած էին սեղանի երկու կողմերից։ Այսինքն նա արդեն դրանով ընդգծեց, որ նա ճանաչում է Էրդողանին որպես մահմեդական երկրների լիդեր։ Սա ուղղակի անթակույց է, հա։ Միացյալ Նահանգները այսօր ճանաչում են Թուրքիան որպես մահմեդական երկրների լիդեր։ Կարող է ճիշտ են անում, պարոն Գարփինյան։ Երևի տենց էլ կա, էլի։ Ճիշտ է, դե ֆակտո այդպես է, հա, այսինքն Թուրքիան ուժեղացրեց իր միջազգային դիվանագիտական ջանքերը, նրա, այսինքն ավանդական դիվանագիտական հմտություններին գումարվեցին նաև
այսօրվա պրագմատիզմը, նրանք շատ խելոք քաղաքականություն են վարում եւ դե ֆակտո այո դարձան լիդեր։ Եվ Թրամփը նստածեց, այսինքն ստացվեց, որ ոչ թե Թրամփն է հավաքել դրանց, այլ Թրամփն ու Էրդողանը հավաքել են եւ գալիս են ինչ որ համաձայնության, իսկ համաձայնությունը կայանում է նրանում, որ Գազայում առաջարկվում է ժամանակավոր ադմինիստրացիա տեղադրել միջազգային ուժերով։ Ադմինիստրացիայի ղեկավար իդեպ առաջարկվում է Տոնի Բլերը, նախկին Բրիտանիայի վարչապետը, որը այդ նույն ծրագրով, եթե չեմ սխալվում, 10 տարի առաջ հանդես էր եկել, բայց այդ ծրագիրը արդեն մոդիֆիկացված այսօրվա տարբերակով Թրամփն է ներկայացնում։ Ժամանակավոր ադմինիստրացիա, արաբական երկրները պատասխանատվություն են վերցնում ֆինանսավորելու Գազայի վերականգնման աշխատանքները, ուրեմն այդ ժամանակավոր ադմինիստրացիան վերականգնումից հետո եւ Համասի ամբողջական ոչնչացումից հետո իշխանությունը աստիճանաբար կփոխանցի պաղեստինյան լեգիտիմ իշխանություններին եւ դրանից հետո նոր ուրեմն ճանաչման հարցը հանդես կբերեն։ Այսինքն Թրամփի մոտեցումը շատ ավելի կարծիքով եւ ռացիոնալ է եւ ճիշտ, որ ասում հիմա ինչ եք ճանաչում։ Հիմա ճանաչում բան չկա ճանաչում։ Ինչ եք ճանաչում։ Հստակ կառույցներ կան, ոչ ինստիտուտներ կան։ Դե հիմա մենք ճանաչել ենք, հասկանաս, մենք ու Մակրոնը ճանաչեցինք։ Եվ Թրամփը ուրեմն երկու խոշոր ոչ թե պահանջ, այլ ուղղակի երկու հարցում նա անգամ 3 հարցում ինքը ուղղակի շշպռեց եվրոպացիներին, ասես լսեք այդ գլոբալ, որ ասում եք տաքացում բան եւ այլն, այդ սա գաֆյուռա է, ասես դա բացարձակ իմաստ չունի, ուրեմն այդ որ դուք հողմակայաններն եք զարգացնում եւ այլն, դրանով դուք փչացնում եք բնությունը, ուրեմն տարածքներ եք զբաղեցնում, ասում հսկայական հեկտարներ։ Դա այսինքն դեվելոպերի պես է մտածում, չէ՞, դեվելոպերի համար դրա վրա կարա հարգել հարցանա, իսկ դուք լեն վերցնում եք փոքր շինություն եք անում։ Դեվելոպերի համար մեկ արժեքը տարածք է։ Հիմա ասում եմ, դա տարածք եք զբաղեցնում, բան, եւ ամենա ուրեմն ծիծաղալին ինչն է, ասում եմ, տարածքից բացի, ասում եմ, դուք ասում եմ, բաները, թողմակայանները ցիտիկներին են խփում, ասում եմ, ցիտիկներին են վնասում, ասկան։ Բարի մարդիկ են։ Պատկերացնում ես, ասենք Թրամփի պես ամբռնած բոս մարդը իր բոլոր գործողություններում շարժու ձևով եւ այլն ցիտիկների մասին է մտածում։ Այս ակամայից հիշեցի մենք ուրեմն կառավարությունում, երբ Վազգեն Սարգսյանի հետ 98 թվականին էկոլոգիայի նախարար էինք ընտրում, ուրեմն մեր լավ ընկերոջը Էրջանկայի շատակ Ժոկոին Գևորգին Վարդանյան, որ ներկայացրեցինք, եւ բան ինստրուկտաժ էր գնում, էլի թե էկոլոգիայի ինչ պետք է անի եւ այլն։ Մեր կառավարության անդամներից մեկը ամենասրամիտը ասաց. «Դե պաստորեն մաքուրոթի ու ցիտիկների նախարարությունն է», էլի։ Եվ ճիշտ ասաց։ Հիմա ուզում ասել, որ մեր շրջակա միջավայրի վերջերս նոր նախարար է նշանակվել, իմ կարծիքով Փաշինյանի ամենագրագետ, ամենապատասխանատու պրոֆեսիոնալ թիմակիցներից է Համբարձում Մատեոսյան։ Ցանկանանք նրան աջակցություններ եւ հատկապես մաքրոթի եւ ցիտիկների նկատմամբ մեծ ուշադրություն, որովհետեւ երկու հարցում էլ մենք թերացել ենք, հատկապես Երևանում մաքրոթ գոյություն չունի, ցիտիկներից էլ այնց առանձնապես լավ չի վիճակը։ Այսպես երբևէ չենք ավարտել հաղորդումը, սիրելի ռադիո լսողներ, սա Դարփինյանի ժամն էր, շարունակեք լսել Գործարար ալիքը, մենք կհանդիպենք այսօր այսքանը։